Կենսախինդ այս աղջնակի աչքերը 2020-ին շատ բան են տեսել։ 17-ամյա Նարեն Արցախը մեկ սենյակում է տեղավորել։ Նարեի առաջին ցուցահանդեսն է։ Նա ամենաշատը այս լուսանկարն է սիրում, Շահմասուրն է, հիմա Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Ցույց է տալիս հենց այդ խաղաղ վիճակը, սենց լվացքը, փռած, սենց մարդիկ հանգիստ։ Եվ այս մի լուսանկարը, որտեղ ցավի դեմքն է երևում, պարանից հավաքած լվացքը մի կերպ մեքենա խցկելով նրանք իրենց հայրենիքից էին հեռանում։ Եթե սենց եղել է, մենք պետք է անենք ամեն ինչ, որ սենց չլինի էլ, եւ փորձենք ամեն ինչ անել, որ հետ բերենք Արցախը, ու այդ ամեն մեկից պարտքը պետք է դառնան։ Ստեփանագերտցի Նարեն 14 տարեկանից է սկսել լուսանկարել։ Նա անմահացնում էր ամեն քար ու փողոց, ամեն տուն ու ծառ, ամեն ինչ։ Իր առաջին քայլերը Թումոյում է արել։ Այդ իմ փորձի, իմ ամենալավ սենց շրջանն էր, որ ես սկսեցի այդ ամեն ինչը նկարել, պատմել մեր հայրենակիցների պատմությունները ու այդ փորձը ինձ շատ փոխեց։ 44-օրյա պատերազմի ընթացքում Նարեն կամավորություն է արել Արցախում։ Ամեն առավոտ 8-ին արթնանում էր, որ մի կտոր հաց հասցնի գյուղի այս ծայրից այն ծայրը, միայնակ ապրող տարեցին։ Արցախում գյուղ չի մնացել, որ անցած չլինի։ Իմ համար այդ սովորական էր դարել ու մի օր այդ առօրյան ուղղակի սենց փլվեց, էլ չկար ու ես չգիտեի առավոտ 8-ին ես պետքա միշտ արտանայի գնայի կամավորության, հիմա չկար այդ ամեն ինչը իմ համար ու ես չգիտեի այդ մարդկանց ոնց օգնեի։ 2023-ից հետո արդեն Հայաստանում, որպեսզի կարողանար օգնել տեղահանված իր հայրենակիցներին, ազատամարտիկների ընտանիքներ է այցելել ու նրանց պատմությունները վավերագրել, ֆոտոլրագրությամբ զբաղվել։ Հասկացա, որ իրականում ես այս պայծրությամբ չեմ կարող զինվոր դառնամ, գնամ կռվեմ, բայց ես իմ չափով կարամ օգնեմ ու որոշեցի, որ պետք է սկսեմ իրանց նախ պատմությունները վավերագրել։ Արցախի պատմությունը դեռ շատերին պետք է հասցնի Նարեն։ 17-ամյա աղջկա առաջին ցուցահանդեսին սփյուռքահայեր ու օտարերկրացիներ են եկել։ Շատ կարևոր է, որ մենք ունենք այսպիսի լուսանկարիչ, որ պատմություն է նկարում։ Այս մի լուսանկարը Նարեինը չէ, ամենածանր պահին նա փոքրիկ օգնականներ է ունեցել։ Դա տխուր էին երեխեքը դրսում կռիվ էր, այտենց անընդհատ ձայներ բան, իրանք շատ տխուր էին ու ես ասեցի երեխեք ջան, դե գիտեք, եկեք ես ձեզ իմ կամերան տամ, դուք նկարեք, փորձեր արեք, էլ հիմա ինչ որ մի բանով զբաղվեք ու այդ նկարը, այդ տեղի նկարը իրականում մեր երեխեքից մեկն է, երեխեքն են իրար նկարել։ Ակտիվ կյանքի սիրահար աղջնակը չնայած դեռ ավագ դպրոցի ավարտական դասարանում է սովորում, ընդունվել է Հայաստանի, Լիտվայի ու Չեխիայի համալսարաններ, բայց չի գնացել։ Ասում է ֆոտոլրագրությունը ուսումնասիրելու համար նահանգների համալսարաններից մեկում է ուզում սովորել։ Մենք սկսում ենք մոռանալ այդ Արցախի մասին, սկսում ենք մոռանալ շատ բաներ, սկսում ենք մոռանալ ուղղակի, ով ենք եղել մենք, ինչի համար մենք պետքա պայքարենք։ Լուսանկարներով Արցախի մասին հիշեցնելու եւ հայրենիքը վերադարձնելու համարձակությունը Նարեի աչքերում դպրոցի տնօրենն առաջին օրից է նկատել։ Ասում է տխրությունը վերածվեց փայլի այն ժամանակ, երբ իմացավ, որ Արցախից 45 երեխա է սովորում նույն դպրոցում։ Նարեն հիմա ժպտում է, Նարեն ակտիվիստ է դպրոցում, Նարեն ուրախ է, Նարեն արարում է, Նարեն բոլորի համար արցունքի, ցավի, դաժան պահին պատմական մեծ գործ է արել։ Նարեի լուսանկարներում սովորական մարդկանց անսովոր կյանքն է։ Մելանիա Գեղամյանը յուրաքանչյուր լուսանկարում է դա տեսնում։ Լվացքի պարանի ֆոտո նայում ես, լվացք չէ, երբ որ հեռու ես նայում, Նարեի համար Արցախի լեռներն են պարում, լեռներն են կանչում, հայրենիքն է կանչում, մշակույթն է խոսում։ Նեղ քառակուսով պետք չի Նարեին պատկերացնել։ Հերոս է Նարես։ Սիրում եմ Նարեիս։ Իր արած յուրաքանչյուր լուսանկարի հետ Նարեն տուն է վերադառնում։ Աղջիկը հավատում է, մի օր նորից լուսանկարելու է Արցախի լուսաբացը։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։